Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, օրվա հիմնական իրադարձությունների մասին նախամարոտ։ Եվոց Միքայել Հարկասիրտ Աջապահյանին մեղավոր ճանաչել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման իշխանության զավթման կոչ անելու մեղադրանքով հարցազրույցում արտահայտած մտքերի համար։ Մայրաթոռը դատապարտել է։ Կստեղծվի հայ-ամերիկյան կոնսորցիում, որը պետք է լինի Սյունիքով անցնելիք Թրամփի ուղու երկաթգծի շինարարն ու հիմնական օպերատորը։ Արտգործնախարար Միրզոյանը խոսել է ապաշրջափակման հնարավորությունից, չբացառելով, որ երկաթուղին կարող է կառուցվել 2 տարում։ Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել է ադրբեջանցու մեղադրանքը։ Միջազգային իրավապաշտպանների եւ լրատվամիջոցների բացակայությամբ Բաքվում դատերը շարունակվում են։ Եվ այսպես մեր այսօրվա հաղորդումը Դոգմա կանունով Վարդան Ղուկասյանին չեն արտահանձնի Հայաստան, բայց Միացյալ Նահանգներում էլ նա չի կարողանա մնալ։ Մտավոր հետամնացության խնդիրներով բանակ զորակոչված վանաձորցի ժամկետայինը կազատվի զինվորական ծառայությունից։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, եթե Միացյալ Նահանգները հեռահար հրթիռներ մատակարարի Ուկրաինային, դա նոր էսկալացիայի կհանգեցնի։ Нанесет ли это ущерб нашим отношениям? Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով։ Այս քրեական գործը հարուցվել է Սրբազանի ավելի քան 1 տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել եւ քրեական գործ հարուցեցին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ակտիվ քննադատել եկեղեցու վերնախավին եւ կաթողիկոսին։ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում եւ այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանին 2 ամսից ավելի քիչ ժամանակ պահանջվեց նման դատավճիռ կայացնելու համար։ Նախորդ վերջին նիստի ժամանակ դատախազը պահանջել էր 2.5 տարվա ազատազրկում։ Եվոց Միքայել Հարկասիրտ Աջապահյանին մեղավոր ճանաչել Հայաստանության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախատած արարքում եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Բաժի սկիզբը հաշվելով հաստատի արգելանքի վերջնելու պահից։ Մեղադրի նկատմամբ ընտրված խափանմիջոց կալանքը թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռը բուռն արձագանքի արժանացավ, դահլիճը ամոթանքի խոսքեր էր ուղում դատավորին։ Ինքը Շիրակի թեմի առաջնորդը, որ ամբողջ դատավարության ընթացքում հայտարարում էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում իշխանության զավթման կոչի մեղադրանքի համար, թերևս ամենահանգիստն էր դահլիճում, նա ժպիտով վերաբերվեց այս ամենին եւ վերջում հեռանալիս ձեռքով թափահարելով իր աջակիցներին ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դատարանը նախորդ շաբաթ էր Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղավոր ճանաչել եւ լրացուցիչ դատալսումներից հետո պատժաչափը որոշվեց։ Փաստացի դատավարությունը տևեց 1.5 ամիս, այս ընթացքում ապացույցների հետազոտություն եղավ, 5 պաշտպանական ճար, 2 մեղադրական ճար, վերջին խոսք, ռեպլիկներ հնչեցին, շատ արագ էր ընթանում ամբողջ դատական process-ը։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով փաստաբանական թիմը եւ հենց ինքը Շիրակի թեմի առաջնորդը ամբողջ ընթացքում պնդում էին, որ կոնկրետ քաղաքական հետապնդման հետևանք է այս ամբողջ դատավարությունը եւ ինչպես հենց ինքը Շիրակի թեմի առաջնորդը ասաց, իշխանության եկեղեցահալած քաղաքականության շրջանակում է այս ամենը տեղավորվում։ Արդեն դատական նիստի ավարտին փաստաբանները լրագրողների հետ կարճ ճեպազրույցում եւս մեկ խախտման մասին նշեցին, ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի, այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանը դատավճիռը հրապարակելիս հղում է արել լրիվ այլ հոդվածի վրա։ Միքայել Սրբազանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը
կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի երկրորդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Ինչի մասին։ Բարձրաբան։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնյա առանձին կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Սա հիմա գիտեք ինչ է հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր։ Սխալ հոդվածը ձեր ասելով կասացել, սա իրավական ուժ ունենում է նման դատավիճ։ Տեսեք, հիմա չեմ ուզում առաջընկնել որոշ հուշումներ տալ դատավորին, հիմա տեսնենք։ Դատական ակտը Այո, դատավճիռը անպայման բողոքարկվելու է Վերաքնի Ճատյան, Միքայել Սրբազյանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն ինքն էլ էր ակնկալում, ինքը հոգեպես պատրաստ էր, այո, ինքը ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ իրականացվել։ Այս քրեական գործը հարուցվել է Սրբազանի ավելի քան 1 տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել եւ քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի եւ կաթողիկոսի դեմ։ Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։ Սրբազանն էլ դատարանում բազմիցս ասել է, որ հեղաշրջման անհրաժեշտության մասին արդեն 5 տարի խոսում է, բայց իրեն հիմա են հիշել։ Օգոստոսի 15-ից մեկնարկած եւ այսօր արդեն ավարտին հասած այս դատավարությունը անցնում էր Լեփ-Լեցուն դահլիճում։ Մեծամասնություն էին կազմում հոգեվորականները եւ Շիրակի մարզից ժամանած մարդիկ։ Դատարանի այս փոքր բակում նիստի ավարտից հետո մարդիկ բողոքի իրենց ձայնը բարձրացրեցին, ամոթանքի խոսքեր կրկին հնչեցին, դատավոր Արմինե Մելիքսեթյանի հասցեին, ինչպես նաեւ իշխանության հասցեին։ Փաստաբաններն էլ այդ ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում պնդում էին, որ դիմելու են ընդհուպ մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մայրաթորն արդեն արձագանքել է դատավճռին, հայտարարելով, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ունի քաղաքական դրդապատճառներ եւ իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին այս վճիռը համարում է խոսքի եւ կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։ Եվ նշում է, որ հետամուտ է լինելու իրավական, այդ թվում միջազգային գործիքակազմերի կիրառմանը Միքայել arczepiskopos Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար։ Կստեղծվի հայ-ամերիկյան կոնսորցիում, որը պետք է լինի Սյունիքով անցնելիք Թրամփի ուղու երկաթգծի շինարարը եւ հիմնական օպերատորը, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը լեհական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առանց շինարարության մեկնարկի կամ ապաշրջափակման կոնկրետ ժամկետ նշելու։ Միրզոյանը միայն ասել է, որ երկաթուղին կառուցելու համար առնվազն 2 տարի է պահանջվելու։ Արտգործնախարարը նաև հայտարարել է, որ շադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի համար առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, այդ օրակարգը սակայն հայկական կողմը չի կիսում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մոտավոր ժամկետներ է նշում, երբ կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական ապաշրջափակումը։ Լեհական հանրային հեռուստաալիքի հետ զրույցում նա մասնագետներին է հղում արել, թե երկաթուղու կառուցման համար նրանք առնվազն երկամյա ժամկետ են նշում, բայց Երևանն ըստ պաշտոնյայի շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը հնարավորինս շուտ բացելու հարցում։ Միրզոյանը նաև հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծման մասին է ազդարարել, որը կլինի Թրիփով երկաթգծի շինարարն ու հիմնական օպերատորը։ Հենց այդ ընկերությունն էլ պետք է որոշի այն երրորդ կողմերին ընկերություններին, որոնք պետք է տեղում աշխատեն, ծառայություններ մատուցեն։ Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել օրինակ առնվազն 2 տարի, բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու եւ վերագործարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը, որովհետեւ մենք նույնպես կարող ենք օրինակ ուղարկել կամ ստանալ ապրանքներ, օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքներն ու տարածքը։
Ըստ Վաշինգտոնյան պայմանավորվածության հայ-ադրբեջանական հաղորդակցությունների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգմամբ։ Ադրբեջանը Հայաստանի տարածքով կստանա դեպի Նախիջևան անխոչնդոտ, Հայաստանը փոխադարձ առավելություններով հաղորդակցություն։ Այս պայմանավորվածությունից հետո ադրբեջանցիները շարունակեցին օգտագործել Զանգեզուրի միջանցք տերմինը։ Դա նախ խիստ զայրացրեց Նիկոլ Փաշինյանին, նա տարածքային նկրտումներից խոսեց, բացատրություն պահանջեց, բայց հրապարակային արձագանքի բացակայության պայմաններում ինքն էլ փակեց թեման։ Թե իր ընկալմամբ, երբ Ադրբեջանն ասում է Զանգեզուրի միջանցք, նկատի ունեն Հորադիս Զանգելան ճանապարհը։ Թրամփի ուղու սկզբունքները համաձայնեցված են, բայց տեխնիկական խնդիրները դեռ պետք է քննարկվեն, ընդ որում թե Ադրբեջանի, թե Միացյալ Նահանգների հետ, որովհետև Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի կապը Հայաստանի տարածքով ապահովող թրիփը Երևանն ու Վաշինգտոնը միասին պետք է կյանքի կոչեն, նաև երրորդ կողմերի ներգրավելով, եթե Հայաստանն ու Ամերիկան համաձայնության գան։ ԱՄՆ դեսպանատունն այսօր հայտնեց, որ 4 օր առաջ Երևան է եկել ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը։ Մինչև հոկտեմբերի 11-ը կարողությունների գնահատման բարելավման կարիք ունեցող ուղղությունները բացահայտելու համար կաշխատեն Հայաստանի սահմանապահների հետ։ Այս վերլուծության արդյունքում էլ ըստ հաղորդագրության կհստակեցվեն ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Խումբը դատելով դեսպանատան հրապարակած լուսանկարից 5 հոգանոց է։ Նրանց այցը ըստ ԱՄՆ դեսպանատան առաջին քայլն է խաղաղության խաչմերուկի կարողությունների զարգացման մասին հայ-ամերիկյան հուշագրի իրականացման ճանապարհին։ Արտգործնախարարը Երևանյան այդ քննարկումներից փակագծեր է բացել։ Այժմ մենք Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին պետք է համաձայնեցնենք անցուղու եւ այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումները մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը եւ դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է Նախիջևանի տարածքն օգտագործել Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղիով իրար կապելու համար։ Չնայած 2021-ին խոսվեց Նախիջևանով Արարատի եւ Սյունիքի մարզերը կապող երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքների մասին, բայց հայտարարություններից այն կողմ հարցն առաջ չգնաց։ Այն ժամանակ հայ-ադրբեջանական ապաշրջափակման բանակցությունները ռուսական միջնորդությամբ էին ընթանում։ 4 տարի առաջ հայկական կողմի հաշվարկներով Մեղրիի 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժանար մոտ $200 միլիոն։ Շինարարությունն էլ կարող էր տևել շուրջ 3 տարի։ Իշխանությունից դեռևս ձեռնպահ են մնում այսօրվա հաշվարկներից խոսել։ Մասնագետներն էլ դժվարանում են ասել այժմ երբ 2 տարի է նշվում։ Արդյոք այդ ժամանակահատվածը ռեալ է։ Ալիևը վերջերս հայտարարել էր, թե ադրբեջանական կողմում երկաթգծի շինարարությունը մոտենում է ավարտին ու դատելով կողմերի հայտարարություններից առաջինը բացվող ենթակառուցվածքը հենց երկաթուղին կարող է լինել։ Բայց Վաշինգտոնյան պայմանավորվածություններից 2 ամիս անցել պարզ չէ։ Երևանն ու Բաքուն անցման պայմանների վերաբերյալ բանակցությունները արդյոք սկսել են։ Ուշագրավ է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո էլ Ադրբեջանի նախագահը շարունակում է Զանգեզուրի միջանցք տերմինն օգտագործել։ Վերջին անգամ դա տեղի ունեցավ անցած շաբաթ ՄԱԿ-ի ամբիոնից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ Նյու Յորքում, ապա նաև Ստրասբուրգում պարզաբանումներ պահանջեց Ալիևից, հարցնելով, թե ինչ է նկատի ունեցել նա այդ տերմինը օգտագործելով։ Իսկ Երևան վերադառնալուն պես Փաշինյանը ինքը պատասխանեց այդ հարցին, ասելով, թե ադրբեջանցիները իրենց տարածքում գտնվող Հորադիս Զանգելան ճանապարհն անվանում են Զանգեզուրի միջանցք, որովհետև այդպես ավելի կարճ է։ Խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմությունը այս բացատրությունները տրամագծորեն տարբեր կերպ են ընդունում։ Ի վերջո ունեք տեղեկություններ, վարչապետ Փաշինյանը Ալիևից ճշտեց, թե ինչն է նկատի ունի, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Ես վստահ եմ, դուք տեսել եք երեկվա հանդիպման ավարտին հրապարակված մամուլի հաղորդագրությունը, որը նույնական էր հրապարակել ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, այնպես էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, եւ այնտեղ շատ հստակ ֆիքսված է, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ Հայաստանի տարածքով անցնող թրիփի ուղի ենթակառուցվածքային ծրագրի հետ կապված հարցեր եւ կարծում եմ սրանով
հարցը կարելի է փակված համարել։ Ես կուզենայի նաև դուք երեք ձեր ռեպորտաժում այդ մասին անդրադառնաք, բայց այդքան նշեցիք, շարունակում եք նշել, որ դեռևս արձագանք չկա, բայց արձագանքը դա էր։ Արձագանքը հենց այն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրին, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Ալիևը ասում է թրիպ, ասում է ուղղակի այդ թրիպը անցնելու դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ, այլ երկրները ինչպես ցանկանում են թող անվանեն։ Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները։ Եթե այս հայտարարությունից հետո Ալիևը կրկին օգտագործի Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, դա մեզ համար խնդրահարույց լինելու է, թե ես խնդրում եմ, եթե ապա հարցադրումներին չենք պատասխանում, որովհետև հազարատ եթե կարող ենք հիմա մենք ասել։ Եթե, ապա եթե։ Մենք ելնում ենք իրավական երկկողմ փաստաթղթերից, որի տակ կա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրություն։ Նախ ես Փաշինյանի էքստրասենսոր հնարավորություններից տեղյակ չեմ, թե ինքը ինչի նկատի ուներ Ալիևը, երբ խոսում էր միջանցքի մասին։ Հավանաբար այդ հարցը պետք է քննարկվեր Կոպենհագենում, ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի մեկնաբանությունները էապես տարբերվում են Ալիևի մեկնաբանություններից եւ ողջամիտ հարց է առաջանում։ Լավ, մի հատ հասկանանք, այս բառի տակ ինչ ենք հասկանում։ Միգուցե այլաբանություն է, ինչպես ձեր գործընկերուհին ասաց, այլաբանություն է այդ միջանցքը, թե իրական միջանցք է, որը լույսը կարելի է վառել եւ անջատել։ Առանց դրա այս հափշտապությունը ինչով է պայմանավորված։ Իրոք հարցեր են, որ ուզում ենք հասկանալ, կրկնում եմ, նույն Թրամփը կա, ելույթը, խոսքը կա։ Նայեք, մարդը օգտագործում է միջանցք կորիդոր արտահայտությունը։ Եթե դա հստակեցված չի, ինչ են ստորագրում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը սրա մասին պետք է շատ հստակ ասի, թե ինչի մասին է խոսում, եւ քանի որ նրանք են շրջանառության մեջ մտցրել այդ տերմինաբանությունը Թուրքիայի հետ համատեղ, եւ ի վերջո մեր հանրության համար հասկանալի լինելու համար դրանք պետք է պարզաբանում ներկայացնեն, թե դա ինչի մասին է։ Եթե մենք լավ չենք պատկերացնում, եթե կա այլ ուղի կամ այլ երթուղի կա, որը մենք չգիտենք, ապա դրա մասին պետք է նրանք հայտարարեն։ Բաքվում շարունակվել է հայ ռազմագերիների դատավարությունը, որը ընթանում է միջազգային կազմակերպությունների անկախ լրատվամիջոցների բացակայության պայմաններում։ Ըստ պետական լրատվական գործակալությունների ցուցմունք է տվել Իլհամ Մամեդով ներկայացող նախկին միզին ծառայող, ով պնդել է, որ 2002 թվականին գերեվարվել է Հայաստանի զինված ուժերի կողմից եւ բռնության ենթարկվել։ Նա տվել է նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի անունը։ Մնացականյանը հերքել է այս մեղադրանքները։ Բաքվի բանտերում ըստ պաշտոնական տվյալների 23 հայ գերի է պահվում, նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասին ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Եվ այսպես մեր այսօրվա հաղորդումը Դոգմա կանոնով Վարդան Ղուկասյանին չեն արտահանձնի Հայաստան, բայց Միացյալ Նահանգներում էլ նա չի կարողանա մնալ։ Մտավոր հետամնացության խնդիրներով բանակ զորակոչված վանաձորցի ժամկետայինը կազատվի զինվորական ծառայությունից։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, եթե Միացյալ Նահանգները հեռահար հրթիռներ մատակարարի Ուկրաինային, դա նոր էսկալացիայի կհանգեցնի։ Нанесет ли это ущерб нашим отношениям? Հայհոյախառն արտահայտություններով եւ դոգմա կանոնով հայտնի նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանին չեն արտահանձնի Հայաստան։ Փետրվարից Լաս Վեգասի բանտում պահվող Ղուկասյանի փաստաբանի փոխանցմամբ նման որոշում է կայացրել ԱՄՆ միգրացիոն դատարանը, բայց նաև որոշել է, որ իր պաշտպանյալը պետք է լքի Միացյալ Նահանգները, քանի որ խախտել է միգրացիոն կարգը։ Թե ուր է գնալու Ղուկասյանը հայտնի չէ, բայց նա վստահ հայտարարում է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է։
մեր այսօրվա հաղորդումը Դոգմականնով Վարդան Ղուկասյանին չեն արտահանձնի Հայաստան։ Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր Ազատությանը փոխանցեց, որ այդ մասին որոշում է կայացրել ԱՄՆ միգրացիոն դատարանը։ Վարդան Ղուկասյանն ԱՄՆ-ում չի կարողանա մնալ, քանի որ ըստ որոշման նա խախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը։ Սակայն փաստաբանը նշեց, որ սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում դատական ակտը օրինական ուժ չի ստանա եւ հետեւաբար Ղուկասյանը կշարունակի մնալ Միացյալ Նահանգներում։ Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ուր կմեկնի Վարդան Ղուկասյանը, սակայն ըստ փաստաբանին նա տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա։ Դոգին արտահանձնելու միջնորդությունը մերժելու տեղեկությունը Ազատությունը փորձեց ճշտել նաեւ գլխավոր դատախազությունից, սակայն այնտեղից փոխանցեցին, որ չեն մեկնաբանում։ Եթե խնդիր ունես Գարեգինի հետ, լուսի դա դռների ետևում, բայց ոչ թե քո հացագործությանը մասնակից դարձրու ամեն ժողովրդի։ Որտորում են սիրելի ժողովուրդ, ձերս մնացեք այդ Հայոյախառն արտահայտություններով հայտնի Վարդան Ղուկասյանը, որ տևական ժամանակ է ուղիղ եթերներից զրկված է, հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից արձագանքում է հեռախոսային ձայնագրություններով։ Նորից անդրադառնամ Մերզավանի սպանությանը, գիտեք ինչ, ես իմ մասնագիտական կարծիքով կարող եմ ասել, որ սա անձնական հողի վրա կատարված սպանություն չի, դա բացառվում է։ ԱՄՆ միգրացիոն վարչությունը Վարդան Ղուկասյանին ձերբակալել էր այս տարվա փետրվարին։ Ըստ ամերիկյան կողմի նա մուտք գործելով Միացյալ Նահանգներ նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Ամերիկյան դատարանն այս հարցին զուգահեռ նաև քննում էր Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու գլխավոր դատախազության միջնորդությունը։ Դոգ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, սակայն նա մեղադրանքները չի ընդունում։ Առայժմ հայտնի չէ, արդյոք գլխավոր դատախազությունը նոր միջնորդություն կներկայացնի ԱՄՆ իշխանություններին, պնդելով արտահանձնման պահանջը։ Պարզ չեն նաև ամերիկյան դատարանի որոշումից հետո Վարդան Ղուկասյանն արդեն ազատության մեջ է, թե ոչ, սակայն օրերս նա հեռախոսով հարցազրույց էր տվել Փակ TV-ին, որտեղ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին անդրադառնալուց բացի նաև վստահեցրել է, որ մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին, չբացառելով հետընտրական կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Կապված ընտրությունների հետ իհարկե պարոն Ղուկասյանը մասնակցելու է, այսինքն Դոգ կուսակցությունը մասնակցելու է։ Դաշինքով թե միայնակ դրա մասին իմ կարծիքով խոսելը դեռ շուտ է, բայց որ մասնակցելու է 100%-ով, հակառակ դեպքում մեզ ամբողջ պայքարը եւ այս ազատազրկումը էլի համար է։ Ղուկասյանի ղեկավարած նախկին հանրային ձայն կուսակցությանը 2023-ի Երևանի ավականու ընտրություններում հաջողվեց 7 մանդատ ստանալ, հետագայում սակայն խմբակցությունը պառակտվեց։ Թափ է հավաքում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ իշխանական խմբակցության միջև հակամարտությունը այն բանից հետո, երբ վարչապետը Ղուկասյանին անդրադառնալով հայտարարեց ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին դուրս շպրտելու անհրաժեշտության մասին։ Ղուկասյանը վերջերս հրապարակված հարցազրույցներից մեկում նշել էր, թե ցանկանում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միություն կազմեն։ Ընդդիմադիր շրջանակները սակայն վստահ են, այս հայտարարությունը կարող է զուտ պատրվակ հանդիսանալ Ղուկասյանի պաշտոնազրկման պրոցես սկսելու համար։ Գյումրիի քաղաքապետին դուրս շպրտելու մասին վարչապետի հայտարարությունից հետո Փաշինյանի կուսակիցները մեկը մյուսի հետևից սկսել են պնդել, թե Վարդան Ղուկասյանը գնալու է, բայց երբ ու ինչ սցենարով են պատկերացնում ընդդիմադիրների միավորման արդյունքում քաղաքապետ ընտրված Ղուկասյանի հեռացումը, չեն բացահայտում։ Ընտրություններից կես տարի անց վարչապետը օրերս խորհրդարանի ամբիոնից կասկածի տակ դրեց արդյունքները, պնդելով, թե ընտրակաշառք է բաժանվել ու տեղի ունեցած թյուրիմացությունը պետք է շտկվի։ Նկատի ունենալով Ղուկասյանի համայնքապետ ընտրվելու հանգամանքը։ Ղուկասյանը ընտրություններից հետո նաև իր վերջին ասուլիսում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքի սլակն ուղղել էր հենց ՔՊ-ի կողմը, ասելով, թե փաստեր ունի։ Այդ դեպքում ինչու չի ներկայացնում դրանք։ Ով չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառքը։ Կդամ այդ փաստերը։ Ես այդ փաստերը երբ պետք եղնի կբարձրաձայնեմ կդամ։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը երեկ հանրայինի եթերում գլխավոր դատախազին դիմեց, թե ընտրակաշառքի մասին Ղուկասյանի հայտարարությունը ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում։ Եվ ես մինչև վերջ գնալու եմ, որպեսզի քրեական կորց հարուցվի, բարձեն արդյոք եղել է որևիցե 1 անգամ 60 դրամի որևէ ընտրակաշառքի դեպք,
եւ եթե չէ, մարդիկ իրենց հայտարարությունների համար պատասխան են տալու։ Գլխավոր դատախազությունից Ազատությանը փոխանցեցին, որ ուսումնասիրում են ինքը Ղուկասյանը 2018-ի հեղափոխությունից հետո մեղադրյալ է պաշտոնական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման հոդվածներով։ Գործը հակակոռուպցիոն դատարանում մի քանի տարի է քննվում է։ Միայն փողերի լվացման հոդվածով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսվում։ Նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ կա։ Նախընտրական վերջին օրերին եւս մեկ վարույթ ավելացավ։ Հավաքին մասնակցելուն հարկադրելու հոդվածով, որում Ղուկասյանը դեռ որևէ կարգավիճակ չունի։ Սրա համար հիմք է դարձել համացանցում տարածված ձայնագրությունը։ Գյումրիի քաղաքապետով հետաքրքրված է նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Մի վարույթով ուսումնասիրում են, թե արդյոք շահերի բախում է այն հանգամանքը, որ Ղուկասյանը իր փեսային իր առաջին տեղակալ է նշանակել։ Երկրորդն էլ փեսայի նկատմամբ է, որ նա ըստ հանրային ծառայողի մասին օրենքի չի կարող աներոջ ենթական լինել, օրենքն արգելում է։ Հանձնաժողովը եզրակացությունը կհրապարակի հոկտեմբերի վերջին։ Հնարավոր է նաև, որ հակակոռուպցիոն դատարանը վճիռ կայացնի։ Գուցե հենց սա է պատճառը, որ ՔՊԱ-ականներն ավելի բուռն են քննադատում ու նաև պնդում, որ Ղուկասյանը գնալու է։ ՔՊԱ-ական падգամավոր Կարեն Սարուխանյանն ասում է, քրեական գործերը մինչև ընտրական պրոցեսներին մասնակցելն են հարուցվել, եւ Ղուկասյանը կփորձի ամեն կերպ դրանք քաղաքականացնել։ Մտնելով քաղաքականություն, հետագայում այդ քրեական գործերի ելքերի արդյունքում փորձելու է այդ քրեական գործերը քաղաքականացնել։ Այսինքն մտնել, այսպես ասած, հալածյալի դիմակի տակ։ Այսօր քաղաքապետին աջակցող հայտարարություն է տարածել Ավագանու կոմունիստական կուսակցություն խմբակցությունը, որի ցուցակով էլ Ղուկասյանն առաջադրվել էր։ Ընդ որում հայտարարությունը հրապարակվել է քաղաքապետանի ֆեյսբուքյան էջում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրի բարձր ամբիոնից Գյումրիում տրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը խոսքի, մտքի ազատությունը այլախոհներին բարոյապես եւ ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի։ Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ որ падգամավորների կողմից։ Հանգիստ թողեք Գյումրին, զբաղվեք ձեր աշխատանքով եւ ընդունեք իրականությունը։ Վարչապետին Ղուկասյանի մասին խորհրդարանում հարց տված ՔՊԱ-ական Սարուխանյանն ասաց, թե Կոմկուսի հայտարարությանը ծանոթ չէ, բայց մեկ անգամ եւս պնդեց, որ քաղաքապետը գնալու է, չհստակեցնելով մանրամասները։ Առաջին հերթին անելու են կարծիքով են գյումրեցիներն են, այսպես ասած, դուրս շպրտելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող համայնքի ղեկավարին։ Հենց հասունանա այդ պահը միանշանակ ես վստահ եմ, որ իրենց փասապուսեկը հավաքելու եւ գնալու են։ Ժամկետ մոտավոր։ Ես որևէ բան չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ արդեն իսկ մենք պետք է մտածենք այդ ուղղությամբ։ Հնարավոր է, որ փորձված ճանապարհով գնան։ Օրինակ Հարևան Ախուրյանի, երբ կոալիցիա կազմած երկու ուժերի Ավագանու անդամները միացան ՔՊ-ին ու պակասող 2 մանդատն ապահովելուց հետո դաշնակցական համայնքապետը հրաժարական տվեց, ապա Ավագանիում մեծամասնություն դարձած ՔՊ-ն իշխանությունը վերցրեց։ Արդյոք կփորձեն Կոմկուսից մարդկանց ներգրավել ՔՊ-ի կողմը։ Օրենքով սահմանված եւ մեր սահմանադրությամբ սահմանված կարգով ցանկացած սցենար, ես բարձրաց եմ, հնարավոր է։ Իսկ Ղուկասյանն իր ասուլիսում հիշեցրել էր իշխանություններին, որ իրեն ժողովուրդն է ընտրել։ Ժողովրդի ընտրյալին Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե ասում է դուրս շպրտվի Հայաստանի Հանրապետության վարչապետը, 6 անգամ քաղաքապետ ընտրված մարդուն, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր։ Ղուկասյանը հայտարարել է, որ մի դեպքում ինքը ինքնակամ կլքի պաշտոն է, երբ 26 թվականի ընտրություններում ՔՊ-ն հաղթի։ Սարուխանյանն ասում է, այսօրվանից արդեն կարող է հավաքվել եւ գնալ, քանի որ վստահ է իրենց քաղաքական թիմի հաղթանակում։ Մտավոր խնդիրներով զորակոչված Վանաձորցի զինծառայողին շաբաթներ տևած ահազանգերից հետո Պաշտպանության նախարարությունը որոշել է ազատել զինվորական ծառայությունից։ Ազատությանը դիմել էր զինծառայողի մայրը ներկայացրել փաստաթղթերը, որ թեև մանկուց որդին հոգեկան առողջության հետ կապված հաստատված խնդիրներ ունի, նրան ոչ միայն բանակ են տարել, այլև հասցրել սահմանագից։
Մտավոր հետամնացության խնդիրներով բանակ զորակոչված վանաձորցի Կարեն Շաքարյանը կազատվի զինվորական ծառայությունից։ Օրեր առաջ կենտրոնական ռազմաբժշկական փորձագիտական կենտրոնն է եզրակացրել, որ մոտ 3 ամիս առաջ զորակոչված վանաձորցի երիտասարդը ժամանակավորապես ոչ պիտանի է զինծառայության համար։ Պաշտպանության նախարարությունից Ազատությանը հայտնեցին, որ զինծառայողին վաղաժամ զորացրելու մասին նախարարի հրամանի նախագիծն այժմ պատրաստման փուլում է։ Կարենի մայրը Գայանե Շաքարյանն ասաց, որդին այժմ հոսպիտալում է, որտեղից հայտնել են, որ երկուշաբթի օրն արդեն Կարենը տուն կգնա։ Զինծառայողի մայրը դեռ 1.5 ամիս առաջ էր ահազանգել որդու հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին։ Դեռ մանկության տարիներին բժիշկները նրա մոտ ախտորոշել են մտավոր հետամնացություն վարքային խանգարումներով։ Չնայած այդ մասին զորակոչի ժամանակ տեղեկացրել էին բժշկական հանձնաժողովին, ներկայացրել փաստաթղթերը, միևնույնն է, տղային տարել էին ուղիղ սահման ծառայության։ Մայրն անհանգիստ էր, արդյոք իր մտավոր խնդիրներ ունեցող տղան խնդիրներ չի ստեղծի բանակի համար։ Մենակ իմ տունը չի քանդվի, մենակ ինձ չի դա վնասեղնի, ես չգիտեմ, ով որ իրան մի բան, դուք պատկերացնում եք ինչ հետևանք կունենա շրջապատին։ Արդեն ծառայության անցած Կարենի հարցերով զբաղվում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը բազմաթիվ դիմումներ էր գրել պատկան մարմիններին ու պատասխան ստացել, որ զինվորական բժշկական հանձնաժողովը կրկնակի ստուգել ու Կարենի մոտ ծառայության հետ անհամատեղելի խնդիրներ չի հայտնաբերել։ Փաստացի ունենք հենց նույն խնդիրները, որը տարիներ շարունակ արձանագրում ենք, ոչ պատշաճ հետազոտության իրականացում, ոչ ամբողջական առողջական վիճակի հետազոտության իրականացում, որի արդյունքում արդեն կայացվում է սխալ որոշում եւ զորակոչի կզորակոչվում է զինվորական ծառայության ունենալով լուրջ առողջական խնդիրներ։ Ինչ եղավ, որ խնդիրն ազատության եթերում մի քանի անգամ բարձրաձայնելուց եւ իրավապաշտպանի ու զինծառայողի մոր բազմաթիվ դիմում բողոքներից հետո հանձնաժողովն այլ որոշում կայացրեց։ Ում սխալն էր եւ արդյոք որևէ մեկն այդ սխալի համար պատասխանատվություն կկրի։ Իրավապաշտպան Նազելի Մովսիսյանն ասում է, հետեւողական է լինելու սխալ եզրակացության բանակ զորակոչված երիտասարդի իրավունքների պաշտպանության հարցում։ Կազմակերպությունը նախատեսում է հենց իրականացնել իրավունքների պաշտպանությունը սխալ զորակոչի, սխալ վարչարության եւ բնականաբար արդեն փոխհատուցման պահանջի հարցը պիտի բարձրացվի, որովհետեւ փաստացի ապացուցվեց, որ Կարեն Շաքարյանը ունեցել է խնդիր, որը հաշվի չի առնվել եւ զորակոչվել է ծառայության եւ արդյունքում վաղաժամ զորացրվել, այսինքն սա հիմք է պնդելու, որ այստեղ ոչ օրինական զորակոչ է իրականացվել։ Վանաձորի իրավապաշտպան գրասենյակը միայն ամառային զորակոչի ընթացքում 70-ից ավելի բողոք է ստացել։ Տարիներ շարունակ կազմակերպությունը բարձրաձայնում է, որ խնդիրը համակարգային է։ Զորակոչիկները պատշաճ հետազոտություն չեն անցնում զորակոչից առաջ։ Գանգատները հաշվի չեն առնվում։ Խնդիրն այն է, որ եթե հետևողական չի լինում, հենց զինծառայողը եւ նրա ընտանիքի անդամը վաստացի կարող է շարունակել ծառայությունը ունենալով այդ խնդիրները, որոնք շատ ավելի լուրջ հետևանքների կարող են հանգեցնել հենց ծառայության ընթացքում, որովհետեւ կոնկրետ մտավոր հետամնացության ու հոգեկան առողջության խնդիրների դեպքում շատ մեծ է ռիսկը, որ զինծառայողները կունենան թե խնդիրներ իրենց ծառայակից ընկերների հետ, թե հրամանատարության հետ եւ թե նույնիսկ առողջական վիճակի այնքան վատթարացում, որ կարող է ազդել ունենալ շատ ավելի լուրջ հետևանքներ ամբողջ կյանքի համար։ Վանաձորցի Կարեն Շաքարյանը բժշկական հետազոտություն էր անցել թե զորակոչից առաջ ու թե արդեն իսկ զինվորական ծառայության ընթացքում, բայց երկու դեպքում էլ եզրակացրել էին, թե եղած առողջական խնդիրները բանակից ազատելու պատճառ չեն։ Եվ քիչ առաջ զինծառայողի մայրը հայտնեց, որ արդեն իսկ զորացրման հրամանը ստացվել է եւ իր տղան տան ճանապարհին է։ Երևանում լայն տարածում է ստացել մեքենաներից տարբեր մասերի գողությունը, թիրախում են հատկապես թանկարժեք մեքենաների կողային հայելիները, իսկ գողոնը վերադարձնելու համար գումար են պահանջում մեքենայի տերերից։ Շատ դեպքերում մարդիկ անգամ ոստիկանություն չեն դիմում, հույսները իրավապահ համակարգից կտրելով։ Նույն տեղից, նույն ոնց որ իրավիճակում հայելիները տարան։
Մանյա Սարգսյանի մեքենայի կողային հայելիները ընդամենը 2 շաբաթվա տարբերությամբ 2 անգամ գողացել են, գրեթե նույն ժամին ու նույն տեղից, Կոմիտասի պողոտայից, որտեղ շուրջ բոլորը տեսախցիկներ են։ Առաջին անգամ ընդ որում կոտրել էին, չէին կարողացել ամբողջությամբ այդպես անվնաս հանեին, իսկ երկրորդ անգամ ամբողջությամբ հանել էին հայելին, իր կողային հայելին իր ամեն ինչով։ Մանյան ոստիկանություն չի դիմել նախորդ դառը փորձի պատճառով։ Մի քանի տարի առաջ ավտոտնակից մեքենայի անվադողերն էին գողացել։ Ասում է, ոստիկանները եկան, գնացին, մի քանի անգամ ինքը ոստիկանություն ներկայացավ, բայց ապարդյուն։ Երևի 1.5 ամսվա ընթացքում ինձ ուղղակի տարան բերեցին, ինչ-որ տարբեր հարցեր էին տալիս, սկսած նրանից, թե ում եմ ես կասկածում, ինձ թվում էր, որ դա իրենց գործն է, քանի որ վստահություն չկար, ոնց որ երկրորդ անգամ ավելի քիչ ֆինանսական վնաս էր, ես ուղղակի ժամանակը խնայելու համար դա չարեցի։ Ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար ոստիկանություն չի դիմել նաև մեկ այլ վարորդ, որի մեքենայից եւս 2 անգամ գողացել են կողային հայելիները։ Հետո էլ Տելեգրամի օգտահաշվով գումար պահանջել, որ վերադարձնեն դրանք։ Այդ օգտահաշիվներում հեռախոսահամարը թաքցված է։ Առաջինի դեպքում Տելեգրամը աշխատող էր, կարծի կապի դուրս գամ եւ через կրիպտո վճարում կատարեմ եւ ինձ ուղարկեցին լոկացիա, շատ խույն տեղ։ Երկրորդի դեպքում այն ինչ որ ուղարկել էին, ոչ մի բանը չէր աշխատում, ես ստիպված եղա ոնց ասած նորը գնել, որը արդեն բավականին թանկ հայտնի էր։ Օգտահաշվի անվանումը գողերը նախապես են թողնում մեքենայի վրա, որ վարորդների հետ հայելիները վերադարձնելու բանակցություններ սկսեն։ Սովորաբար գողությունից հետո շուկայականից ավելի մատչելի գներով են վաճառում գողոնը։ Ընդ որում գործարքը կրիպտոարժույթով են անում, որպես իրենց հետքը գտնելը գրեթե անհնար լինի։ Տելեգրամ ալիքի նիկնեյմ, այսինքն համար չէ։ Այդ նիկնեյմով եթե ուզում ես խոսել հետները բանակցել, իրանք հետո գումար են պահանջում այդ հայելի վերադարձնելու համար, շուկայական գներին շատ լավ տեղյակ են, ամեն ինչի շատ լավ տեղյակ են, այնպիսի գումար են առաջարկում, որ շահավետ լինի իրենցից վերցնել։ Բաննա մի 2 օր առաջ ընկերոջ մեքենայի ապակիներն էին տարել, նույն process-ի միջով ինքան անցավ եւ իր հայելիները հետ ստացավ եւ մեր տարածքում այս վերջի երկրորդ անգամ ժամանակ, շաբաթվա մեջ երևի մի 7-8 ավտո տենց բախտի նարժանացել, ասենց ասեմ։ Իմ մեքենայի հետ առաջին դեպքն է, բայց մեր վակում, մեր տարածքում տենց բարբերաբար եղել են դեպքեր, մեքենայի անվադողեր են գողացել։ Իհարկե ես միակը չեմ, դեպքերը շատ տարածված են։ Պաշտոնական վիճակագրությունը մինչդեռ համեստ թվեր է նշում։ Ոստիկանությունը տարեսկզբից մեքենաների կողային հայելիների գողության 580 շորթման 178 դեպք է գրանցել։ Ընդ որում դրանց կեսն անգամ դեռ չի բացահայտվել։ Որոնցից բացահայտվել են գողության 150 դեպքը եւ շորթման 34 դեպքը։ Անցած տարվա համեմատ 2024 թվականին ունեցել ենք մեքենայի կողային հայելիների 349 գողության դեպք եւ շորթման 10 դեպք, բացահայտվել է գողության 25 դեպքը։ Վիճակագրության մեջ ներառված են միայն այն դեպքերը, երբ քաղաքացիները գողությունից շորթումից հետո դիմել են ոստիկանություն։ Ներկա պահին ոստիկանության տեսադաշտում է հայտնվել մի քանի հանցավոր խումբ, ովքեր զբաղվում են մեքենաների տարբեր պահեստամասերի գողությամբ։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի վերջիներից մերկացնենք հանցափաստի մեջ եւ հայտնաբերենք, բացառենք նման դեպքերը գողության։ Չբացահայտված դեպքերից բացի գողության գործերով հարյուրավոր կարճված վարույթներ կան։ Վիճակագրական կոմիտեի տվյալով միայն անցած տարի գողությունների 1149 քրեական վարույթ է կարճվել։ Պաշտոնական տվյալների մեջ, սակայն, արտացոլված չեն կարճման պատճառները։ Մինչդեռ վարորդները պնդում են, իրավապահները հետևողական չեն նման գործերով։ Խնդիրը անպատժելիությունն է, այսինքն մանր գողությունները մեր երկրում չեն դատապարտվում։ Կողային հայելիների գողությունների շորթումների մեծ մասը հենց Երևանում են տեղի ունենում։ Միջազգային թեմաներին անդրադառնանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածը կառավարող Համասին մինչև կիրակի օրվա երեկոն ժամանակ է տվել Պաղեստինյան անկլավում հրադադարի վերաբերյալ ամերիկյան պլանի շուրջ համաձայնության գալու համար։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է սա վերջին հնարավորությունն է։ Մեջբերեմ,
Բոլոր երկրները միացել են, եթե այս վերջին հնարավորության համաձայնագիրը չկնքվի, ապա Համասի դեմ այնպիսի դժոխք կլինի, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Այսօր ավելի վաղ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան խմբավորման ներկայացուցիչը Ֆրանս պրեսին փոխանցել էր, թե դեռ ժամանակ է պետք ուսումնասիրելու Թրամփի ծրագիրը, որը կոչ է անում հրադադար հաստատել 72 ժամում ազատ արձակել պատանդներին, Համասից պահանջում է զինաթափվել, նախատեսում է Իսրայելի բանակի աստիճանական դուրսբերում Գազայից։ Իտալիայով մեկ կրկին զանգվածային բողոքի ցույցեր եւ գործադուլներ են ի աջակցություն իտալական նավատորմի, որն Իսրայելի իրավապահների թիրախում է հայտնվել, երբ փորձել է Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնել։ Գործադուլը կաթվածահար է արել Իտալիայի գնացքների, հասարակական տրանսպորտի, նավահանգիստների աշխատանքը խոշորագույն քաղաքներում, այդ թվում Հռոմում եւ Միլանում։ Իսրայելի իշխանությունները ձերբակալել են նավերի անձնակազմերի ավելի քան 400 անդամների տասնյակ երկրներից, որոնց թվում շուրջ 4 տասնյակ իտալացիներ կան, այդ թվում 2 պատգամավոր ըստ Իտալիայի իշխանությունների։ Ռուսաստանից արձագանքել են լուրերին, որ Միացյալ Նահանգներում քննարկում են Կիևին հեռահար հրթիռներ տրամադրելու հարցը, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։ Մինչ վերջնական որոշում այս հարցում դեռ չկա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, այս որոշումը կհանգեցնի էսկալացիայի արդեն ռուս-ամերիկյան հարաբերությունների մակարդակում։ Այսքանն էինք նախատեսել այս եթերաժամի համար, նորություններին հետևեք Ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից, հաջողություն։